Ողջույն, եթերում անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում կխոսենք ինտերնետային էջերում տեղակայված աշխատանքի առաջարկների, սահմանամերձ զորամասերում իրականացված Երազիմ երկիր ծրագրի, ինչպես նաև հայ երիտասարդության հանդուրժողականության մասին։ Բայց մինչ այդ ձեզ ենք ներկայացնում երիտասարդական լուրեր։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միությունը հաճախ է գնում ուխտագնացությունների։ Օրեր առաջ այս երիտասարդաց միության եւ հոգեվորականների աջակցությամբ շուրջ 300 երիտասարդներ տարբեր կազմակերպություններից ու բուհերից ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Գառնի։ Արշավի ընթացքում այս երիտասարդները կատարեցին խաչապտույտ բոլոր եկեղեցիներում, այնուհետև մատուցեցին պատարագ եւ սիրո ճաշկերուտ։ Որից հետո երիտասարդները բաժանվելով 3 խմբի յուրաքանչյուր եկեղեցու տարածքում սկսեցին մաքրման աշխատանքներ։ Այս ուխտագնացության նպատակը Գառնին ճանաչելն էր ոչ միայն իր հեթանոսական տաճարով, այլև խոնարհված ու կանգուն եկեղեցիներով եւ ինչ որ կերպ նպաստելը գյուղի հոգեվոր կյանքի զարգացմանը։ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական տեղեկատվական կենտրոնն արդեն 12-րդ տարին է, ինչ կազմակերպել էր կրթական տեղեկատվական ցուցահանդես, որի նպատակն էր մասնակիցներին տալ տեղեկատվություններ եւ հնարավորություն ԱՄՆ-ում սովորելու համար։ Ցուցահանդեսին մասնակցում էին 38 համալսարանի երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ-ից եւ եվրոպական մի շարք երկրներից։ Բացման արարողությունից հետո մասնակիցները լսեցին հատուկ դասախոսություններ եւ ելույթներ ԱՄՆ-ի կրթական համակարգի, ուսման, գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ուսանողական վիզա ստանալու գործընթացի մասին։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում անցկացվեց «Հայացք Հայաստանի Հանրապետության բուհական եւ դպրոցական կրթությանը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին ուսանողական գիտական ընկերությունն ու ուսանողական խորհուրդը։ Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես եկան հոգեբանական մասնագետներ, մանկավարժներ եւ դասախոսներ։ Քննարկվեցին ապագա մանկավարժներին հուզող թեմաներ, սկսած ժամանակակից սոցիալական մանկավարժության տեխնոլոգիաների կիրառումից եւ բարեփոխումներից վերջացած Հայաստանի Հանրապետության եւ անգլիական բուհական համակարգերի համեմատությամբ։ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնն ուսանողների համար կազմակերպել էր հերթական հանդիպում մշակույթի ճանաչված մարդկանց հետ։ Այս անգամ ուսանողների հյուրը ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էր։ Հանդիպման ընթացքում ուսանողները դիտեցին հատվածներ ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերից, այնուհետև ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Արդեն 2 տարի, ինչ մեր երկրի սահմանամերձ զորամասերում իրականացվում է Երազիմ երկիր ռազմամշակութային ծրագիրը։ Այս տարի կազմակերպիչներն այցելեցին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։ Շարքային Գևորգյանը հստիճ անցագրային կետի հերթապահի օգնական է։ Նա շտապում է հանձնել վերակարգը, որ մասնակցի համերգին։ Արդեն 2-րդ տարին է, ինչ մեր երկրի կառավարության աջակցությամբ իրականացվում է Երազիմ երկիր մարզամշակութային ծրագիրը։ Անցյալ տարի այն զինվորների համար կազմակերպել էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի, իսկ այս տարի արդեն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Ծրագրի գլխավոր նպատակը զինվորի ոգու բարձրացումն է, որ զինվորը հասկանա, որ ինքը մոռացված չի։ Ծրագրի շրջանակում համերգից բացի զինվորների մասնակցությամբ անցկացվում էին վոլեյբոլի, ֆուտբոլի, շախմատի, բրեյնրինգի մրցումներ։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մենք եկել ենք ազատագրված տարածքների զորամասերը մեր ու մեր կարծիքով, երևի թե ես կասեմ ամբողջ խմբի անունից, որ այս զորամասերում այդպիսի միջոցառումները ավելի կարևոր են ու ավելի պետքական։ Նմանատիպ միջոցառումները մեզ լիցքաթափվելու հնարավորություն են տալիս առօրյայից մի պահ կտրվելու, ուրախանալու, զվարճանալու։ Շատ հաճելի է, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են, թող ավելի հաճախ կազմակերպվեն։ Դրանով զինվորը միշտ ուշադրության կենտրոնում ալնում, մենք մեզ լավ ենք զգում, որ ուշադրության կենտրոնում ենք։
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները պաշտպանող Զորամասի հրամանատար Հոգնդապետ Պողոսյանը ասում է, որ նման միջոցառումներն օգնում են զինվորներին կտրվել առօրյայից, դրական ազդեցություն են ունենում նրանց բարեհոգեբանական վիճակի վրա։ Լավ կլներ, որ այսպիսի միջոցառումները կապը սերտացնելու համար ավելի լինեին հաճախակի, սա օգուտաբերում եւ հասարակությանը եւ բանակին։ Այսինքն լավ են հասկանում հասարակությունը բանակի կյանքը, բանակը որպես հասարակության բաղկացուցիչ մասնիկ։ Զինվորներից բացի ֆուտբոլի ու վոլեյբոլի մրցումներին, ինտելեկտուալ խաղերին ակտիվորեն մասնակցում էին նաև սպաները։ Ավագ Հովհաննիսյանին ամենից շատ դուր եկավ համերգը։ Շատ հաճելի էր ընդհանուր համերգը, միջոցառումները սպորտային, ինտելեկտուալ խաղը, որին նաև մասնակցեի ես, շատ հաճելի էր, մի քիչ առօրյայից զորամասից, ծառայական առօրյայից կտրվեցինք։ Ընդհանրապես որ sense բաներ հաճախակի կազմակերպվեն, շատ ողջունելի կլինի։ Ծրագրի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը ասում է, որ ծրագրի հիմնական նպատակը հասարակություն զինվորներ կապը ամրապնդելն է։ Երբ հասարակությունն է արդեն սկսում ուշադրություն դարձնել զինվորներին, փոքր-ինչ բարոյահոգեբանական առումով ել ավելի են վստահ իրենց զգում եւ ինչու՞ չէ գիտեն, որ իրենց մասին հոգ են տանում, իրենց մասին մտածում են եւ ուշադրություն կա իրենց հանդեպ։ Ցանկալի կլինի, որ նախաձեռնող նախարարության կողմը, այսինքն տարին ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ այս ծրագիր իրականացնի, որովհետև պարզ աչքերից երևում է եւ իրենց ստացած հաճույքը եւ դրա կարոտը, որին սպասում են, եւ ամենահասարակ բանը, որ գոնե մեկ անգամ իրենց ծնողները հեռավոր տեղերում, որտեղ իրենք ծառայում են, իրենց ծնողները այդ հեռավոր տեղերում իրենց երեխաներին կտեսնեն որտեղ են ծառայում, կտեսնեն ինչպես են, այսինքն նաեւ կա դրա ցանկությունն ու սպասումը։ Երգչուհի Արփինե Գաբրելյանը երկի պետական թատրոնից է։ Արփինեն հաճույքով է համաձայնել մասնակցել Երազիմ երկիր ծրագրին։ Կոնկրետ իմ համար եւ ինձ թվում է իմ կողքի երգչուհիների համար շատ ավելի լավ է եւ ավելի հետաքրքիր է այստեղ համերգ ունենալ, քանի որ նրանց համար նախ առաջին հերթին ես պարտք եմ համարում համերգներով հանդես գալ։ Ծրագրի կազմակերպիչները իրենց հետ բերել էին նվերներ զորամասերում զինվորների ազատ ժամանցը կազմակերպելու համար։ Առանձին նվերներ հանձնվեցին նաև հաղթող զինվորներին։ Ազգային բանակ, ժողովրդի և պետության անվտանգության գրավական։ Աշխատանքի հետաքրքիր առաջարկներ կարելի է գտնել ինտերնետային կայքերում։ Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը եւ հիմա ձեզ ենք ներկայացնում։ Այսօր ձեզ ենք ներկայացնում աշխատանքի առաջարկներ վերցված 3w.careercenter.am էլեկտրոնային կայքից։ Այստեղ ինչպես միշտ աշխատանքի առաջարկները բազմազան են։ Մենք կխոսենք մարքեթինգի մասնագետի, ճարտարապետի, գլխավոր հաշվապահի եւ կոմերցիոն տնօրենի աշխատատեղերի մասին։ Այսպես, մարքեթինգի մասնագետ է փնտրում արդյունաբերական տեխնոլոգիաներ փակbaşնետիրական ընկերությունը։ Ըստ կայքում տեղակայված ինֆորմացիայի հաջողակ դիմորդը պետք է մագիստրոսի կոչում ունենա ինժեներության ոլորտում, օժտված լինի կամային բնավորությամբ եւ վարժ տիրապետի ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։ Աշխատանքին դիմելու համար համառոտ կենսագրական կարող եք ուղարկել Լուսինե Գասպարյանին։ Elgasparyan շնիկ web.itc.com էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 18-ը։ Ճարտարապետի աշխատանքի առաջարկում Արփլան կազմակերպությունը։ Դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ 4-ից 5 տարվա աշխատանքային փորձ։ Ցանկալի է նաեւ, որ դիմորդները տիրապետեն AutoCAD 2006, Archicad, 3D Max, Photoshop համակարգչային ծրագրերին։ Եթե ձեզ հետաքրքրեց աշխատանքի այս առաջարկը, կարող եք ձեր համառոտ կենսագրականն ուղարկել arplan.llc@yahoo.com կամ arplan.net.am էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 15-ը։
Step Logic կազմակերպությունը փնտրում է գլխավոր հաշվապահի Երևանում բացվելիք իր մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի համար։ Դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։ Ցանկության դեպքում դիմեք այս աշխատանքի ռուսերեն լեզվով համառոտ կենսագրական ուղարկելով KDY շնիկ step.ru էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 14-ը։ Նույն Step Logic կազմակերպությունն ընդունում է հայտեր կոմերցիոն տնօրենի թափուր աշխատատեղի համար։ Բարձրագույն կրթությունն ու աշխատանքային փորձը պարտադիր են։ Աշխատանքին դիմելու համար ռուսերեն լեզվով համառոտ կենսագրական ուղարկեք KDY շնիկ step.ru էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 14-ը։ Այսքան ենք նախատեսել ձեզ համար, եթե գտաք ինչ փնտրում եք, ապա դիմեք եւ գուցե հաջողությունը հենց այս անգամ ձեզ ժպտա։ Իսկ եթե ոչ, շարունակեք փնտրել, քանզի ասում են, ով փնտրում է, նա գտնում է։ Հայ երիտասարդների մեծ մասը կարծում է, թե հանդուրժող է, թե երիտասարդության շրջանում ազգային խտրականության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Սակայն հետաքրքիր է, թե ինչ են մտածում եւ խոսում մեր մասին օտարերկրյա մեր հասակակիցները։ Նրանց հետ զրուցել է Աննա Հարությունյանը։ Այսօր Հայաստանը հյուրընկալում է մեծ թվով այլազգի կամավորների, ուսանողների եւ բազմաթիվ փոխանակման ծրագրերի մասնակից երիտասարդների։ Լինելով տարբեր ազգերի եւ մշակույթների ներկայացուցիչներ, այս երիտասարդները յուրովի են ընկալում ներկայիս հայ երիտասարդությանը։ Եթե մենք հայ երիտասարդությանը բաժանենք աղջիկների եւ տղաների, ապա կարող եմ ասել, որ հայ աղջիկներն ունեն ավելի լավ կազմվածք, բավականին նորաձև են։ Գուցե նրանց անգլերենն այնքան էլ սահուն չէ, սակայն նրանք վստահ են երևում եւ այնքան էլ տարված չեն իրենցով։ Ինչը չեմ կարող ասել տղաների, այսպես կոչված ապերների մասին։ Նրանք բոլորովին միատեսակ են հագնվում եւ գործում։ Հայ աղջիկներն այնպես են հագնվում, կարծես նորաձևության ցուցադրությունից են գալիս։ Եթե Գերմանիայում տղաները հայ տղաների պես ամբողջովին սև են հագնում, նրանց Կազանովա են համարում։ Արտաքին տեսքից բացի, բնականաբար Հայաստան ժամանած երիտասարդները ուշադրություն են դարձնում նաև հայ երիտասարդների ներքին բնույթին։ Զուգահեռներ են անցկացնում հայկականի եւ իրենց մշակույթների միջև։ Համեմատելով Բելոռուսիայի հետ, որտեղ երիտասարդությունն ավելի անհոգ է, գրեթե չի մտահոգվում սոցիալական խնդիրներով, հայերը այնուամենայնիվ կարծես ավելի ուժեղ են, ավելի կարևոր եւ լուրջ հարցերով են մտահոգված։ Եթե Բելոռուսիայում 20-ից 25 տարեկան երիտասարդը չի մտածում ընտանիք կազմելու կամ ապագա կնոջ եւ երեխաների մասին, ապա Հայաստանում կարելի է ասել մեծամասնությունը մտածում է դրա մասին։ Թուրքմենստանում երիտասարդությունն այդքան կրթված եւ զարգացած չէ, որքան այստեղ։ Այստեղի սերունդը բարդություններ չունի եւ ավելի ժամանակակից է։ Այստեղ ինչպես ամեն երկրում կան լավ եւ վատ մարդիկ։ Հայ երիտասարդներն իր զարմանս բավականին հայրենասեր են եւ հարգում են իրենց սովորույթները։ Գերմանիայի երիտասարդությունն այդպիսին չէ։ Երիտասարդների մի մասը հպարտ է իր հայրենիքով, իր արմատներով։ Ես դա բացատրում եմ անկախության ձեռքբերումով։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք ցանկանում են դուրս գալ իրենց երկրից եւ բացահայտել աշխարհը։ Չի պատկերացնում, որ նրանք այդքան ընկերասեր եւ հաճելի են։ Միշտ ցանկացել եմ ապրել Հայաստանում։ Շատ եմ սիրում Հայաստանը։ Հայ մի քանի երիտասարդների հետ առաջին օրերի ծանոթությունից եւ շփումից հետո առաջին տպավորություններին փոխարինելու են գալիս բազմաբևեռ հայ երիտասարդության մեջ ինտեգրման եւ նրանց հետ ընկերացման process-ը։ Նորեկներից ոչ բոլորի մոտ է այն սահուն ընթանում։ Առաջին տարին, որ եկել էի այստեղ, չափազանց դժվարանում էի շփման մեջ, քանի որ լեզուն չգիտեի։ Այժմ ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Ես лезун գիտեմ եւ մեծ թվով ընկերներ ունեմ։ And so now it's easy and now I have so many friends. Скажу честно, Անկեղծ ասած, մարդկանց այն խումբում հետ ես հենց սկզբում սկսեցի շփվել, հիմնականում Հայաստանում ծնված եւ մեծացած երիտասարդներն էին։ Նրանց համար մի փոքր տարօրինակ էր իմ բելոռուսական մշակույթը։ Ես գիտակցում էի, որ որոշակի դժվարություններ եմ ունենալու։
Սկսվեց իմ ներքին աշխարհի զարգացումը։ Մենք միմյանցից շատ բան էինք սովորում։ Նրանք ինձանից բարդույթներից ազատվել սովորեցին, իսկ ես իրենցից համեստություն եւ լրջություն։ И они тоже у меня учились много всему. Я вот пришла, да. Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, մտածում էի, որ չեմ կարողանա ինտեգրվել հայաստանցիների շարքերը, սակայն հենց նրանք էին, որ առաջինը եկան ինձ մոտ։ Все было нормально, все хорошо. Yeah, I have several friends because Ես շատ ընկերներ ունեմ այստեղ։ Մենք հանդիպում ենք, հեռախոսի համարներ փոխանակում, այնուհետև նորից հանդիպում, զրուցում եւ Հայաստանով շրջագայում։ мои друзья, подруги, Իմ հայ ընկերները ցանկացած պահին կարող են ինձ օգնել, սատար կանգնել։ Արդեն 4 տարի է ինչ Հայաստանում եմ եւ կարող եմ ասել, որ դա վկայում է նրանց ընկերասիրության եւ բարեսրտության о том, մասին։ что они дружелюбные. Լինում են դեպքեր, երբ ընկերական մթնոլորտի բացակայությունը բերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անհանդուրժողականությունն ու անհամատեղելիությունը, որը ինչպես երևում է առավել ակնհայտ է դառնում արևելյան մշակույթի ներկայացուցիչների մոտ։ Արդյոք խնդիրը միայն տարբեր մշակույթների մեջ է, թե կան նաև այլ կարևոր գործոններ։ They don't have a very good outlook to the foreigners who come and stay over here. Այլազգիներին այստեղ այնքան էլ լավ չեն վերաբերվում։ Նրանց վերաբերմունքը չի կարելի ընկերական կամ հանդուրժողական անվանել։ Ստիպված եմ ասել, որ նրանք անընդմեջ փորձում են ծաղրել մեզ եւ ծիծաղի առարկա դարձնել։ Ես երկար մազեր ունեմ, դա տարօրինակ է նրանց համար։ Երբ նրանք նման մեկին տեսնում են, սկսում են տեսախցիկով նկարահանել։ Նրանք մեծամտաբար են մոտենում մեզ։ Չեն կարողանում մարսել հայ աղջիկների եւ մեր շփման փաստը եւ անընդմեջ հաշիվ են մաքրում։ Don't know why they haven't seen a person growing hair or so, and they start clicking photographs and they are like, I'm like an alien for them. I personally can't say Կոնկրետ ես ինչ-որ անհանդուրժողական վերաբերմունքի օրինակներ չունեմ, սակայն կցանկանայի, որ հայ տղաներն անծանոթ աղջիկների հետ իրենց անբնական չպահեն, ցույց չտան այն, ինչ իրականում չեն։ They need to go out, they need to see. Նրանք պարզապես աշխարհը ճանաչելու եւ իրենց համար այն բացահայտելու կարիք ունեն։ Մի անգամ ես հարցրեցի մի հայ երիտասարդի, թե ինչու են նա կրում այդ սրածայր կոշիկները եւ ամբողջովին սև զգեստները։ Նա ասաց, որ դա իրենց սովորույթն է, բայց արդյոք այդպես է։ you should get out of your country. Կարծում եմ, հայ երիտասարդները պետք է դուրս գան իրենց երկրից, ծանոթ միջավայրից, նոր երկրներ եւ մշակույթներ Cover բացահայտեն։ the world, let's say. I've been here for 5 years and 5 տարի է անցել, ինչ ես Հայաստան եմ եկել։ Հայ երիտասարդների վերաբերմունքը այլազգիների նկատմամբ այդ ընթացքում շատ է փոխվել։ Երբ եկա, երկրի մասին ոչինչ չգիտեի, լեզուն չգիտեի, եւ հենց այդ պատճառով մենք իրար չէինք հասկանում։ Մի տեսակ անդունդ էր առաջացել։ Անցավ ժամանակ, լեզուն սովորեցի, ընկալեցի նրանց մտածելակերպը, այդ ժամանակ էլ փոխվեց նրանց վերաբերմունքն իմ հանդեպ։ Սակայն կարող եմ ասել, որ այլազգիների հանդեպ իրոք լավ վերաբերմունք ունեն այն երիտասարդները, որոնք եղել են արտասահմանում։ Այս ամենի պատճառը ոչ թե մշակույթների կամ ազգերի տարբերությունն է, այլ մտածելակերպի եւ հոգեկերտվածքի խնդիրն է։ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի արժանի ներկայացուցիչ լինելու համար պարզապես պետք է հասկանանք եւ ճանաչենք ինքներս մեզ։ Այնուհետև պատրաստ լինենք բացահայտել աշխարհը։ Երիտասարդները այդ աշխարհը բացահայտողներն են։ Նրանք են ամենից հեշտ եւ արագ ընկալում ամեն նորն ու ժամանակակիցը։ Թող տպավորություն չստեղծվի, թե անհանդուրժող եւ չկամեցող ենք։ Պարզապես եկվորն էլ պետք է փորձի մեզ ճանաչել։ Առաջիկա օրերին մի քանի հետաքրքիր ծրագրեր են իրականացվելու։ Դրանք ձեզ համար են, սիրելի հասակակիցներ, այնպես որ հետևեք եւ մասնակցեք դրանց։ Առաջիկայում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը ապագան բաց է հասարակական կազմակերպության հետ կկազմակերպի բարեգործական ակցիա Հայաստանի բոլոր մանկատների համար։ GMC ուսանողական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 17-ին կիրականացնի գործարար խաչմերուկ աշխատանքային ցուցահանդեսը, որին կարող է մասնակցել աշխատանք փնտրող ցանկացած երիտասարդ եւ ստանալ բազմաթիվ կազմակերպությունների գործատուների կողմից աշխատանքային առաջարկներ։ Նոյեմբերի 1-ից 4-ը ISEC առաջնորդության զարգացման կենտրոնը կկազմակերպի ռեգիոնալ կոնֆերանս, որին կմասնակցեն 30-ից 32 տարեկան երիտասարդներ Հայաստանից եւ արտասահմանից։ Կանցկացվեն միջմշակութային փոխանակման եւ տարբեր ոլորտներում հմտությունների զարգացման ծրագրեր։
Մենք դուք նրանք երիտասարդական երգշաբաթաթերթի այս համարում կարող եք ընթերցել։ Ավարտվեց բոլորս տարբեր, բոլորս հավասար քարոզարշավը, ամփոփում եւ գնահատում։ Երիտասարդներն ունեն վճռորոշ ձայնի հնարավորություն, ասում է Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Հրանտ Արմաղանյանը։ Մայրաքաղաքից մարզեր տեխնիկային փառատոն Տավուշի մարզում։ Վերջ ավարտվեց անկախության սերունդ հաղորդաշարի այսօրվա թողարկումը։ Գրեք մեզ անկախության սերունդ @yahoo.com կամ անկախության սերունդ @armycenter.am հասցեներով։ Ձեզ հետ Շուշան Հովանիսյանն էր, կհանդիպենք երկու շաբաթից։